Հունիսի 12-ին Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը դիմակայունության ձայներ փոքրամասնությունների կանայք հանուն խաղաղության և ներառականության ծրագրի շրջանակում ձևավորված պատանեկան ակումբների անդամների համար կազմակերպել էին ուսումնական այցը Երևան՝ ծանոթանալու կրթական և մասնագիտական հնարավորություններին։ Այս հատվածում որոշել էինք, որ մեր ակումբի երեխաները պետք է հնարավորություն ունենան մասնագիտական կողմնորոշման դասընթաց անցնելու, բայց քանի որ ուղղակի դասընթացը այդքան հետաքրքիր չէր լինի, որոշեցինք իրենց բերել համալսարաններ և նաև քոլեջ, որպեսզի հասկանան, թե ինչ ուղղություններ կան, դրանով մի փոքր օգնենք մասնագիտության կողմնորոշման հարցում։ Աշակերտները նախ այցելեցին Երևանի ճարտարապետության և շինարարության ոլորտի կրթական հաստատություններ, այդ թվում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և Երևանի համապատասխան միջին մասնագիտական կրթական կառույց, որտեղ նրանց ներկայացվեցին տարբեր մասնագիտություններ, ընդունելության կարգը, ուսման պայմաններն ու կարիերայի հնարավորությունները։ Մեր ակնկալիքն է, որ մասնակիցներից, եթե գոնե երկուսը ունենան ցանկություն շարունակելու կրթությունը, մենք հաղթանակած դուրս կգանք։ Հուսով եմ երկուսը չեն լինի, այլ շատ կլինեն, բայց սա գոնե նվազագույն ակնկալիքն է, որ այս պահին ես որպես համայնքի ներկայացուցիչ և որպես կազմակերպության աշխատակից ունեմ։ Մասնագիտական կողմնորոշման թեմայով համալսարանում պատանիների հետ զրուցեց ընդունելության բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը, ով ներկայացրեց համալսարանի ընձեռած հնարավորությունները, կրթության կարևորությունը և այն ուղիները, որոնք կարող են բացվել ուսանողների առաջ։ Համալսարանում նրանց դիմավորեց նաև ազգությամբ եզդի դասախոս Նամաթ Նամաթյանը, ով ուղեկցեց աշակերտներին և ներկայացրեց կրթական միջավայրը, փորձելով այն ավելի մոտեցնել և հասկանալի դարձնել նրանց համար։ Մենք այսօր գնացինք համալսարան և քոլեջ, մենք ծանոթացանք իրենց ձեռի կատարած գործերին, ամեն ինչ շատ հետաքրքիր էր, ջերմ ընդունելություն։ Կրթությունը չլինի, մարդ չի կարող աշխատի, ինչ-որ բան իմանա։ Իմ ընկերներին կասեմ, որ գան Երևան, անպայման սովորեն։ Այսօրվա օրը ավելի լավն էր, մի քիչ ավելի օգուտ տվող էր ու ավելի շատ ընկերների նորից ձեռք բերեցին։ Սկզբից մի փոքր ամանչում էինք իրարից, հետո արդեն ավելի մտերմացանք իրար հետ։ Ամենահետաքրքիրը հենց այդ ճարտարապետության համալսարանի այդ շրջայցն էր, ինձ որ ներկայացնում եմ, ոնց որ սիրով էին ներկայացնում ու ես դրանից ավելի շատ բան եմ վերցրել, քան որ ասենք մնացած ինչ-որ տեղ գնում եմ։ Ես ուզում եմ դառնալ իրավաբան, բայց եթե որոշումս փոխեմ, որոշել եմ ճարտարապետ կոնել։ Մեր դպրոցում շատ քիչ են այդպես բաները կազմակերպվում, երևի սա առաջին այդպես խմբակն էր, որ այդպես լավ հունի մեջ է գցում երեխեքին։ Անկեղծ ինձ դուր է եկել այս խմբակը ու ես կուզեմ, որ միշտ լինի։ Ես անկեղծ շնորհակալ եմ այս կազմակերպությանը, որովհետև իրանց շնորհիվ ես ավելի իրավունքներիս մասին ավելի շատ մտածեցի։ Օրվա երկրորդ հատվածում աշակերտների համար կազմակերպվել էր նաև ժամանցային ծրագիր։ Նրանք միասին անցկացրին ժամանակ, մասնակցեցին խաղերի և ոչ ֆորմալ շփման միջավայրում, ամրապնդեցին խմբային կապերը։ Օրվա ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ։